Գյումրիում սերտային վիրաբուժությունը զարգացնելու համար 2012 թվականին հիմնադրվել, իսկ 2014 թվականից ամբողջապես սկսել է գործել Գյումրի բժշկական կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքը։ Մոտ 1 տարի ու կես առաջ էլ Գյումրիի բժշկական կենտրոնում սկսեց գործել կյանքի ստենտ ծրագիրը։ Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ծանոթանալով հիվանդանոցի պայմաններին ու հնարավորություններին, հայտարարեց, թե պետք է քայլեր ձեռնարկել սրտի ինվազիվ վիրահատության վճարի չափը նվազեցնելու համար։ Պետք է անպայման հրավիրենք եւ մատակարարողներին, եւ բժշկություն իրականացնողներին եւ դիմելու ենք իրենց, որ հնարավորինս վերանայեն գնային քաղաքականությունը, հաշվի առնելով, որ մատչելիությունը պետք է զուգահեռ զարգանա որակին։ Որակ ունենք, շատ բարձր որակ ունենք, բայց որակը երբ որ իր գնային քաղաքականության մեջ գին որակ փոխհարաբերության մեջ սկսում է նվազել, իհարկե արտահոս կարող է սկսել հիվանդների Գյումրիից դեպի այլ քաղաք։ Այս ամենով հանդերձ նախարարը նաև սահմանում է, չպետք է թույլ տալ, որ մատչելիությունը լինի որակի հաշվին։ Հիվանդանոցը պետք է կարողանա հաստատուն ծախսերի եւ պարագաների ձեռքբերման գնային նվազեցման խնդիրները կարգավորել, որպեսզի բարձր որակով միայնակ չմնա դաշտում, իսկ հիվանդները նախընտրեն մյուս բուժհաստատությունները։ Մենք շուկային ուղղակի չենք խառնվելու, բայց պետական պատվերով գնվող ծառայությունների գները մենք կվերանայենք եւ կնվազեցնենք, հաշվի առնելով իհարկե նվազագույն որակի ապահովումը, այսինքն այն պարագան, որից ներքև որակական փոփոխությունները չեն կարող ազդել հետագա բուժման ընթացքին։ Գյումրի բժշկական կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքը հնարավորություն ունի օրական միջինը 10 վիրահատություն կատարելու, սակայն առավելագույնը 3-ից 4-ն է կատարվում։ Ըստ Արմեն Մուրադյանի, վիճակագրությունը փաստում է, մեր երկրում սիրտանոթային խնդիրները դեռևս առաջին տեղում են։ Քիչ թվով հիվանդներ ունենալն էլ կապված է վիրահատության ոչ մատչելի լինելով։ Եթե դուք արել եք 180 տարվա սկզբից, սա նշանակում է, որ դուք միջինը, դուք վերցեք միջին օրեկանով, միջին օրեկան 1 հատ եք անում, իսկ աշխատանքային օրվա գալիս է 1.5-2, երբ ձեր հզորությունները 5 անգամ ավելի բարձր են։ Վերջին ամիսների որոշակի գնային փոփոխությունները, որ տեղի են ունենում մայրաքաղաքի հիվանդանոցներում, չեն կարող շրջանցել նաև Գյումրիի ծախսարդյունավետությունը։ Ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը պետք է վերանայվի, նշում է նախարար Արմեն Մուրադյանը եւ մեկնաբանում, նախկինում ոչ թե հիվանդանոցները գերշահույթ են ունեցել, այլ հիմա փոխվում են պարագաների եւ ծառայությունների գները ամբողջ աշխարհում։ Մարիամ Խալաթյան, Արակ Յուրեղյան, Օրագիծ։